Էստի համեցեք հաղորդաշարն ենք շարունակում լրատվական ռադիոյի եթերում, տաղավարում է հաղորդման հեղինակը մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը եւ ես Աթեն Միքայելյանս։ Մենք այսօր խոսում ենք մի շատ հետաքրքիր սոցհարցման մասին, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնությունում, անցկացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրման համար Ռուսաստանյան կենտրոնը, ըստ էության ամենախոշոր կազմակերպությունը հասարակական կարծիքի ուսումնասիրման, որը հարցումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Վերջին զարգացումներից հետո փաստորեն ռուսները որոշել են ճշտել նաև իրենց քաղաքացիների կարծիքը, թե ինչ գիտեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին եւ ինչ պատկերացում ունեն այդտեղ Ռուսաստանի դերակատարության մասին։ Մի քանի կարևոր կետի մենք անդրադարձանք հաղորդման առաջին հատվածին, շատ կարճ ասեմ, հիմնականում տենդենսը դրական է, այսինքն մարդիկ Ռուսաստանում շատ ավելի լավ գիտեն հիմնախնդրի մասին տեղեկացված են, եթե համեմատենք 2014 թվականի տվյալների հետ, ու մի քիչ բարձրացել է Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ մարդկանց տեսլականը, այսինքն մարդիկ մտածում են, որ Ռուսաստանը պետք է անպայման խաղաղարար կամ այսպես միջնորդի դերակատարություն ունենա Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում։ Եվ այսպես երկու շատ հետաքրքիր հարցի հիմա հենց կանադառնանք, խնդրեմ Մարամին, ամենակարևոր հարցը։ Ամենակարևորը հետաքրքիր հարցերը, որը որ տրվել էր այդ հարցման ընթացքում, Լեռնային Ղարաբաղը դա անկախ պետություն է, դա Ադրբեջանի մաս է, թե Հայաստանի մաս է հանդիսանում։ Եվ 2016 թվականի տվյալները ասեմ, այն որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, նշել է 26%-ը։ Ամենաշատ ցուցանիշը, բարձր ցուցանիշը, այո։ Դժվարանում պատասխանելուց հետո։ 11%-ը նշել է, որ դա հանդիսանում է Ադրբեջանի մաս, եւ 13% նշել է, որ դա հանդիսանում է Հայաստանի մաս։ Այդ առումով եթե նայում ենք, իհարկե դժվարացել են պատասխանել 47%-ը այս կոնֆլիկտի, այս հարցման, բայց եթե մենք նստում ենք այն մարդկանց թիվը, որոնք որ կողմնորոշվել են եւ ասում են, թե ըստ իրենց կարծիքի դա անկախ պետություն է, պատկանում է Ադրբեջանին, թե Հայաստանին, մենք ունենք դրական ցուցանիշներ։ Ամենաշատը կարծում եմ, որ դա անկախ պետությունն է 26%-ը, 13%-ը կարծում եմ, որ դա Հայաստանի մաս է կազմում եւ միայն 11%-ը, որ Ադրբեջանի մաս է կազմում, ընդ որում։ Եթե մենք համեմատում ենք այս թվերը 2014 թվականի տվյալների հետ, եւս տեսնում ենք Հայաստանի համար եւ Ղարաբաղի համար նպաստավոր տենդենս։ Օրինակ 24%-ը 2014 թվականին նշել էին, որ Ղարաբաղը հանդիսանում է անկախ պետություն, այսօր արդեն դա 26% է, դրական միտում կա։ 2014 թվականին 11% էր ասել, որ Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի մաս, այսօր արդեն 13%։ Ճիշտ է, փոքր է տենդենսը, բայց դրական տենդենս է մեր համար։ Եվ սա անկալումն է Ռուսաստանի քաղաքացիների, որը որ շատ կարծում եմ պոզիտիվ ֆոն է մեր համար, պետք է հաշվի առնել սա, եւ ինչու՞ չէ նպաստել, որպեսզի այլ ավելի այդ կարծիքները ավելանան։ Եվ վերջի հարցը, որ կուզենայի ներկայացնել, ըստ ձեր կարծիքի, այս կոնֆլիկտի ինչպիսի լուծումն է ավելի շատ համապատասխանում Ռուսաստանի ազգային շահերին։ Դարձյալ իրենց կայսերապաշտական պրիզմայով են անցկացրել։ Փորձենք հասկանալ։ Իրենց ձևակերպում։ 2016 թվականի տվյալները ներկայացնենք, 9%-ը ասել է, որ լավագույնը կլինի, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս։ 6%-ը նշել է, որ լավ կլինի, որ Լեռնային Ղարաբաղը լինի կամ մնա Ադրբեջանի տարածքում։ Եվ ամենակարևոր եւ լավ ցուցանիշը մեր համար դա այն է, որ 35%-ը նշել է, որ լավ կլինի, որ Լեռնային Ղարաբաղը դառնա անկախ հանրապետություն, որը որ շատ դրական է, ընդ որում եթե մենք համեմատում ենք 2014 թվականի տվյալները, եւս ունենք դրական տենդենսներ, հա։ Ճիշտ է, շատ փոքր է, ասենք 8-ից 9% է փոփոխվել այն հարցի շուրջ, որ լավ կլինի Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս, բայց երբ որ մենք նայում ենք ցուցանիշը, որ լավագույն տարբերակ, որ նշվել էր, որ Ղարաբաղը լինի անկախ պետություն, 2014 թվականին եղել է ցուցանիշը 28%, 2016 թվականին արդեն իսկ 35% եւ բավականին դա մեծ
դրական փոփոխություն։ Այստեղ մի տոկոս էլ կա 18%, մի ցուցանիշ էլ կա 18%-ը մտածում են, որ Ռուսաստանի շահերի համար բացարձակ էական չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա էլ ցուցանիշ է, մենք ճիշտ ասած սովորաբար ըստ ավանդույթի սկզբից ենք ասում, բայց այս անգամ բաց թողեցինք, թե ում շրջանում է անցկացվել հարցումը, հա, այստեղ մի քանի բառով ես կարդամ 1600 մարդ, ապրիլի 30-ից մինչև մայիսի 1-ը 2016 թվականի 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում, մոտավորապես 130 սովորական 130 ռեգիոններ 130 շրջանում, հա։ Սա սովորական ընտրանքն է, որը միշտ կիրառում է ՎՑԻՕՄ-ը։ Հա, իրենց ստանդարտները 1200-ից 1600 ընտրանք են միշտ մնում, կապված հարցի կապված հետազոտության թեմայից, բայց մեծամասնություն դա լինում 1600 ընտրանք է։ Եվ ինչպես եք դուք ձեր մասնագիտական լեզվով ասում, այս ներկայացուցչական ընտրանք, հա, եւ սխալմունքի հավանականությունը 3.5%, 3.5%, հա։ Ну, հասկացանք, լավ։ Հիմա ինչ ենք մենք այս թվերից եզրակացնում։ Մասնագիտական ամփոփում։ Ինչ որ եզրակացնում ենք, մենք ներկայացեցինք, հա, այդ առումով, մենք պետք է հասկանանք, թե ինչ է սա մեզ տալի։ Ինչ է սա մեզ տալի, ես նույն ասում, ճիշտ հասարակական կարծիքը, որը որ չափվել է, հա, դա մի բան է, բայց սա եւս ինֆորմացիա է գործելու համար։ Ինչպիսի տրամադրվածություններ կան հասարակությունում, միգուցե ինֆորմացիոն որոշակի մեր կողմից ինտերվենցիաներ, որպեսզի ավելի լավ ներկայացնենք կոնֆլիկտը, հա, որովհետև ըստ երևույթի մենք տեսնում ենք, որ որքանով շատ են պատկերացնում կոնֆլիկտի բնույթը, այնքան շատ է մեծանում հայանպաստ այդ կարծիքների թիվը, հա։ Այդ առումով թե մեր դեսպանությունը, թե մեր այլ պետականացիաները, մեր արտգործնախարարությունը տարբեր ուղիներով պետք է փորձի կոնֆլիկտի մասին որոշակի տեղեկատվական նյութեր տարածել, նյութեր պատրաստել, հեռարձակել, ռուսերեն լեզվով, ինչու՞ չէ, կամ մեկ այլ ուղիներով փորձել տարբեր հասարակության շերտերին Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի իհարկե տեղեկացնել կոնֆլիկտի ծագման պատճառների մասին, փաստերով հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղը ի սկզբանե պատկանել Հայաստանի Հանրապետությանը եւ այդ բոլոր հիմնական, ասես ասած, անկյունաքարերը սկսված անկախության հանրակրվեից, երբ հատեր ունեցել, ոնց հատեր ունեցել, որովհետեւ ըստ երևույթի հետ մենք նայում ենք, մենք մի անգամ դրա մասին խոսել ենք, այս հանրակրվեի խնդիրը շատ նման էր Ղրիմի, այսպես ասած, հիմնախնդրին եւ ինչպես որ Ռուսաստանում են հասկացնում հարցումներ Հայաստանի, Ադրբեջանի կամ այդ Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, դուք հիշում եք, որ մենք նաեւ ունենք հարցում այդ Ղրիմի վերադարձը, որ տեղի ունեցավ դեպի Ռուսաստան, մենք այդ ժամանակ եւս իրականացրել ենք հարցում եւ Հայաստանում փորձել ենք հասկանալ հայաստանցիների կարծիքը, թե ինչպես են վերաբերում, որ Ղրիմը վերադարձավ զուգահեռներ շատ կա, մոտ եթե չեմ սխալվում 70%-ից ավելի դրական են վերաբերվել, հա, որ հիմնական խնդիրն է, որ իրանք նույնականացրել են ինչ-որ ձևով դա Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Որտեղ եւ այնտեղ ապրում են նույն ժողովուրդը, եւ այնտեղ եղել է ռեֆերենդում, որտեղ մարդիկ որոշել են լինել անկախ, Ղրիմի պարագայում նրանք նաեւ դիմել են եւ մտել են Ռուսաստանի կազմի մեջ։ Կարծում ամեն դեպքում սա կարևոր հարցում էր, կարևոր արդյունքներ, որովհետև ուզենք թե չուզենք այդպես ստացվել է, Ռուսաստանի դերակատարությունը այս հիմնախնդրում ու այս տարածաշրջանում մենք թերագնահատել չենք կարող։ Դե գոնե ոչ մեկ ինստիտուտ չի կարող։ Հա, հիմնականում նաև այսպես ֆորմալ առումով թեկուզ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ու ըստ էության խնդրի կարգավորումը բոլոր խոշոր երկրներն ունեն այստեղ շահեր եւ բայց Ռուսաստանը դա մի քիչ ուրիշ պատմություն է, ինչպես ասում է, հավակնությունները մեր տարածաշրջանում Ռուսաստանի շատ ավելին է։ Պատճառներով այդպես է ձևավորվում։ Հա, այնպես որ մեզ համար բնականաբար այսպես
կարևոր է Ռուսաստանի հասարակության նաև դիրքորոշումը, կարծիքը, հա։ Ամեն դեպքում օգտակար է իմանալու եւ օգտագործելու համար։ Ես առաջ ընկնելով ասեմ, որ հաջորդ հաղորդմանը եւս այս թեմայով հետաքրքիր վերլուծություն ենք սպասում, բայց դերս շատ ավելի հետաքրքիր, որովհետեւ Հայաստանում է անցկացված սոցհարթման մասին է խոսքը գնում, երկու բառով եթե կարելի արամ ասած, ու խոստանանք, որ արդյունքների մասին հաջորդիվ կներկայացնենք մյուս հաղորդումներին։ Կաշխատենք մյուս հաղորդման ժամանակ ներկայացնել մի քանի թեմա ենք մենք փորձել դիտարկել։ Առաջինը դա այս 4 օրվա պատերազմի խնդիր է, թե ոնց է հասարակությունը տեսնում, գնահատում եւ ինչպիսի դիտողություն եւ դատողություններ ունի խնդրի վերաբերյալ։ Դա մեկ այսպես բավական հետաքրքիր տվյալներ ունենք ստացած եւ բավական թարմ։ Եվ երկրորդը շատ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, քանի որ մենք արդեն իսկ մայիսը ավարտվեց եւ մեկ տարի հետո մենք ունենալու ենք արդեն իսկ խորհրդարանական ընտրություններ, մենք այսպեսով դնում ենք սկիզբը հետազոտությունների շարքի, որի շրջանակներում մենք տեսնելու ենք այդ տարբեր քաղաքական կուսակցությունների ռեյտինգների բարձրացումը կամ նվազումը, ելնելով նրանց գործողություններից եւ այլն։ Քաղաքական հետաքրքիր տվյալներն արդյունքում կհետաքրքրի մեր բոլորին։ Անպայման մենք անհամբեր սպասում ենք նաեւ այդ ցուցանիշների հրատարակմանը, իսկ դրանց կանադառնանք, ինչպես նշեցինք, մեր հետագա հաղորդումների շրջանակում։ Այս թողարկման համար այսքանն էր, հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ։ Էստի համեցեք լսում կամ դիտում, ես Աթեն Միքայելյանն եմ, տաղավարում աշխատեցի հաղորդման հեղինակի Արամ Նավասարդյանի հետ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն օրը, նույն ժամին։